Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ինչպես եք սիրելիներս, եկեք մի գաղտնիք ցույց տամ այսօր գարտենզիաների մասին, ինչպես չերենոք դնենք հենց գարտենզիաները մեր քոլի վրա, ճյուղի վրա, ասենց ասած։ Ուրեմն հիմա ձեզ ցույց տամ, թե ես ինչ տեսակի գարտենզիաներ ունեմ ու անցնենք առաջ եւ ցույց տամ, թե ինչ եմ արել հենց գարտենզիաների վրա, ժողովուրդ ջան։ Սրանք իմ գարտենզիաներն են, մեծիլչիտի սորտերն են, սա նայեք ինչ հրաշք գլխիկներ ունեն, հələ գլխիկի մեծությունը նայեք մի հատ, նաև ձեզ հիմա ցույց կտամ, թե ինչ պարարտանյութով եմ ես ջրում, որ նրանք այդպիսի հրաշք տեսք ունեն, հələ նայեք, սա սպիտակ սորտն է, մաքուր սպիտակը, իսկ սա Սամարսկը Լիդիան է, որը որ սպիտակ է ծաղկում, հետո քիչ-քիչ գույնը փոխում է, ինձ թվում է բոլորս էլ սիրում ենք գարտենզիաներ, եւ հիմա ձեզ ցույց կտամ ինչ ենք անելու, այս տեսակի չերենոք ենք բռնելու հիմա ճյուղի վրա, սիրելի հետևորդներ, եկեք նաեւ ձեզ ցույց տամ, հիշում եք, ուրիշ ձևով ես չերենոքներ եմ բռնել գարտենզիաները, նայեք ինչպես են աճում այդ փոքրիկ գարտենզիաները, սիրելի հետևորդներ, ճիշտ ասած մեջտեղի հատվածի ճյուղը ծերատել է մի քիչ եւ նրանք սկսել են ավելի լավ աճել, իսկ սա իմ մոտ ժասմինն է, ժասմին եմ չերենոք դրել, ոնց որ գարտենզիաները, եթե նոր եք միացել իմ ալիքին, կարող եք նայել, թե ես ինչպես եմ չերենոք բռնում գարտենզիաները գարնան սկզբին, իմ սիրելի հետևորդներ, եւ ձեզ ցույց տամ հիմա պարարտանյութը, վերցնում եմ այս ֆիրմայի պարարտանյութերը գարտենզիայի եւ իմ բոլոր ծաղիկների համար, իմ սիրելի հետևորդներ, հələ մի հատ նայեք ոնց է համընկնում իմ էջի հետ, Cvetochny Rai, բայց սա գովազ չէ, իմ սիրելի հետևորդներ, ես մշտական օգտագործում եմ այս ֆիրմայի ուդաբրինյաները, իրանք միներալնի ուդաբրինյաներ են ու շատ լավ աճում են մեր ծաղիկները, որը որ պետք է ջրենք 7 օրը մեկ, սիրելի հետևորդներ, այդ 7 օրվա ընթացքում կարող եք նաև սովորական ջրով ջրել, բայց ամեն 7 օրը մեկ մենք ջրում ենք այս ուդաբրինյաներով, այս ուդաբրինյան ես օգտագործում եմ սպատիֆիլումի համար, ջրում եմ սպատիֆիլումը, գերայնը, կալաները, մյուս տեսակի ծաղիկները, իսկ սա վերցնում եմ վարդերի համար, իմ սիրելի հետևորդներ, հիմնականում վերցնում եմ այս ֆիրմայից եւ քանի որ նոր կոկոմներ են, նոր սկսում են ծաղկել ծաղիկներս, իմ սիրելի հետևորդներ, ես ջրում եմ այս ուդաբրինյաներով եւ գնացինք առաջ, մեզ հիմա պետք են այս տեսակի ատնառազբի բաժակներ, որոնց վրան արդեն անցքեր եմ արել, նայեք, եւ այս մասը կտրել եմ, եւ հիմա այս բաժակը հագցնելու ենք մենք գարտենզիայի ճյուղի վրան եւ մեզ պետք են այս տեսակի խամուդներ, որը որ վաճառում են շինանյութի խանութներում, կարող եք նաեւ խամուդ չվերցնել, վերցնել թել, ինչը որ ձեզ ավելի հարմար է, եւ վերցրել եմ տոր, որը որ մենք մշտական այս տորֆի մեջ աճացնում ենք մեր ծաղիկների, իմ սիրելի հետևորդներ, եւ գնացինք առաջ, հիմա գնում ենք ճյուղի վրա չերենոք բռնենք մեր գարտենզիան, որը որ արդեն աշնանը մենք կունենանք պատրաստի փոքր քոլ, այսպես սիրելի հետևորդներ, ուրեմն ներքևից հաշվում ենք 1, 2, 3, երրորդ տերևը սկսում ենք կտրել, չէ որ մենք գարնանել ենք այս երրորդ տերևը կտրելու, երրորդ տերևից արդեն վերև պետք է կտրենք, գարնանը այդպես ենք ծերատում գարտենզիան, մեր ատնառազբի բաժակը, սիրելիներս, որը որ կտրել եմ արդեն, հագցնում ենք ճյուղի վրան, այնպես ենք հագցնում, որ այս կտրած տերևի տեղը մնա բաժակի մեջտեղի հատվածում, սիրելիներս, հիմա մեր խամուդով կկապենք, կարող եք նաև թելով անել, սա անում եմ նրա համար, որպեսզի ամրություն լինի, նայեք, եւ այստեղ լցնելու ենք հիմա տորֆը,
ագրոբալտ տորֆով ենք մենք աշխատում, մեր բոլոր սաթիլները աճեցնում, վայլբերիսում էլ կա, ճիշտ է, մենք մեծ պաճկաներով ենք առնում, տոպրակներով, հա, հողը ասած, իսկ կարող եք դուք փոքր 10 լիտրանոցները պատվիրել և ձեր ծաղիկները չերենոք դնել տորֆի մեջ, որովհետև տորֆը ինքը շատ թեթև հող է և շատ լավ աճում են մեր ծաղիկները և ամեն օր այս բաժակի հողը ջրելու ենք, սիրելի հետևորդներ, ամեն օր, որպեսզի խոնավությունը պետք է ապահովի, որ այդ տերևների կտրած հատվածից, իմ սիրելի հետևորդներ, մեր գարտենզիայի ճյուղը ճյուղավորվի և այսպիսի տեսք ունի մեր բաժակը հողով, շատ լավ, ասեմ, պահում է հողով, այստեղ էլի ունեմ, սա արդեն մոտավորապես երևի մի 20 օր կլինի, արդեն դրել եմ և ուզեցա ձեզ հետ կիսվեմ, դուք էլ փորձեք, եթե ունեք գարտենզիաներ, հաստատ մեկ քոլից կստանաք մի քանի քոլ, որովհետև տակ մենք գարնանը կտրելու ենք, ծերատելու ենք գարտենզիան, որպեսզի ինքը ավելի փարթամ ու ճյուղավորված լինի ու այսպես մեկ քոլի փոխարեն իմ մոտ կլինի նաև պլյուս 3 քոլ, սա սպիտակն է, բելի մեդվեդը կոչվում, ինքը հրաշք գարտենզիա է ու ջրում եմ այդ պարարտանյութով, միներալնի ուդաբրինյայով, նայեք ինչ հրաշք տեսք ունեն իմ գարտենզիաները և այսքանը սիրելիներս, դուք էլ փորձեք, դուք էլ չերենոքներ դրեք գարտենզիաների, չէ որ գարտենզիան գեղեցկացնում է մեր պարտեզը, սիրելիներս և շուտով վիդեո կտեղադրեմ, թե ինչպես եմ մշակում ֆիկուսները, ֆիկուս բենջամինները և այլ տեսակի ֆիկուսները և նաև ձեզ ցույց կտամ, թե ինչպիսի ուդաբրինյաներով ենք ջրելու մեր ֆիկուսները։ Այսքանը սիրելիներս, մի մոռացեք լայքել, բաժանորդագրվել և լավ ինֆորմացիաներ ստանալ մեր այգու և տան ծաղիկների հետ կապված։